Հայերը կարծում էին, որ պատերազմը ավարտվեց առաջի աշխարհամարտը, ամենաշատ տուժել են տարածաշրջանից հայերը, շուրջ 1 միլիոնի չափ կամ մի քիչ ավել զոհվել էր ցեղասպանության շրջանում։ Վրացիները Գերմանիայի դաշնակիցներն էին, ադրբեջանցիները Օսմանյան կայսրության, այսինքն պարտված կողմի, հայերը Անտանտի։ Անտանտի երկրները գալով ինչ պիտի անեին, բոլոր խնդիրները հայության օգտին պիտի լուծեին։ Սա այդ ժամանակվա հանրային ընկալումն էր, բայց երբ որ իրենք բախվեցին իրականությանը, դա ավելի դաժան եղավ, որը իրենց համար անսպասելի էր, երբ որ տարածաշրջան եկած մեծ տերությունները բոլորին սկսեցին նույն սկզբունքով նայել, որտեղ իրենք լրիվ այլ ակնկալիքներ ունեին, իրենք ավարտել էին պատերազմը, արդեն ամբողջ աշխարհում հակապատերազմական ցույցեր էին տեղ ունենում, ժողովուրդները պատրաստ չէին նոր պատերազմի եվրոպական, նրանք չէին կարող հանդուրժեն ֆրանսիացիները, բրիտանացիները, մի հատ էլ երբ որ ավարտվել էր պատերազմը, իրենց զինվորները պիտի գնային կռվեին Օսմանյան կայսրության տարածքում, տարածքներ ազատեին, տային հայերին, դա աբսուրդ էր թվում, սովորական եվրոպացու ընկալման տեսակետից, բայց հայը այլ կերպ էր ընկալում այդ ժամանակվա հայը, ինքը մտածում էր, որ ինքը այդքան զոհ ա տվել, ինքը արժանի է, որ նման գործողություն լինի,